Այս ոնց որ թզի ծառը։ Հələ նայեք ժողովուրդ ջան, թուզ է այս։ Լավ էլ բռնել է։ Ենթադրում եմ էլի, չգիտեմ։ Այսա հələ նայեք ինչ լավ բռնել է։ Բարի երեկո իմ սիրելի բարեկամներ։ Դուրս ենք եկել մի քիչ զբոսնենք։ Վաղենակը տանը ձանձրանում է։ Ասենք լավ տան ենք գնանք, հələ դուրս նայենք ինչ կա մեր կողմերում։ Ինձ գրել էիք, որ այստեղ մոտիկ նաև Զովք սուպերմարկետ կա, այսօր անցնելուց տեսել ենք։ Ինձ էլ լվացքի հեղուկ ա պետք։ Ասեցի չէ, որ այս տան լվացքի փոշին շատ քիչ էր։ Մի երկու անգամ միացրի ու վերջացավ։ Հիմա պետք է առնեմ։ Գնանք մի քիչ քայլենք, հետո կմտնենք այդ սուպերմարկետից լվացքի հեղուկ, իրիկվա ուտելու համար մի բան կառնենք։ Չգիտեմ, հələ պամիդորով ձվածեղ կանենք, թե ինչ կանենք։ Ասում ենք շենքի մոտով խորոված քաղցր պղպեղի հոտ էր տարածվել, ինքան լավն էր հոտը։ Ասում եմ ես այնտեղ Բելգիայում գազ չունեմ, որ խորովեմ, ջեռոնցի մեջ եմ դնում, բայց տենց համով չի։ Այստեղ համ պղպեղն է համով, համ էլ գազի վրա խորոված է առավել ևս։ Նա բերեցինք, լավ է, հիշեցինք, աղբն էլ գցինք։ Հիմա գնանք, նայենք որ կողմ ենք գնում։ Այնքան հաճելի լավ եղանակ է։ Մեր բախտից որ սեն չարունակվի, շատ լավ կլինի։ Գնացինք ժողովուրդ ջան։ Կպահե։ Նայենք լավ էլ փափուկ է։ Ջինսը 7500։ Հանի հələ մի րոպե դու նայեմ։ Սիրուն շորտեր են։ Մի րոպե։ Լավ էլ փափուկ կտոր է շատ։ 5600 սիրուն է։ Տարբեր գույները կա։ Նայենք լել ինչ կա։ Շորցիկների հետ է։ Այստեղ ինչ կա։ Ինձ տղամարդ կանց է թե։ $2500 դրամ։ 6300 դրամ։ Գինը նայենք հələ համեմատենք 2300 դրամ ընդամենը։ $4990։ Ինչ արժի։ $12990։ Շորցիկները ջինսից։ Կարեգին Նժդեի հրապարակն է։ Գնանք նայենք։ Հա, գնանք ասնենք տենց։
Գնանք իշնենք, գետնը անցումով անցնենք։ Բայց ոնց ենք դուրս գալու, տեսնենք, պետքա որ ցույց տա, չէ, որ փողոց ենք դուրս գալիս, Վաղուլս գիտի ենա, հա։ Բայց դու ֆուտբոլ չես խաղում, Վաղնակ։ Ես նայենք ուր ենք դուրս գալիս, Վաղնակն ասել է ինքը գիտի։ Փորձ գիտի իմ տղան, գիտի։ Մետրո թարդ։ Չէ։ Այս կասկադի չի, Վաղուլ ջան, շատրվանների մոտ եկանք։ Դարագին մշտեհի արձանը։ Նայ, կարոտած կլնեք, դրսում ապրող հայր ջան։ Այս շատրվանները, որ նայում եմ, ջուրը ոնց որ վերևի մասը տենց ծիածանի գույներ ունեն, հա, բայց Վաղուլս հեսա կբացատրի ինչի ա տենց, հա Վաղուլ ջան, ինչի՞ց ա։ Որ ջուրը ասում է վերև ու վերեն արևը մնում է դրանից առաջանում է ծիածան։ Լսեցիք, հիմա այդ ջրի այդ վերևի հատվածը արև անգնում, որ արև անգնում, դրա համար է ծիածանի էֆեկտ է առաջանում, իմ տղեն բացատրեց, ապրիմ տղեն, խելացի։ Հաց են դրել աղավնիների համար, հետո նկատել եմ այստեղ քաղաքում, որ կատուների համար են երևի դնում ամանով կեր ու ջուր, ինչ շատ գովելի է։ Սիրուն ծաղիկներ են դրել։ Սիրուն։ Նայեմ հոտ ունեն։ Հա, անուշ հոտ ունեն։ Մոտենանք նայենք գրված է քանդակագործյանն է։ Ինչ-որ լուսավորությունը լավ չի, չէ, չի երևում։ Չէ, ոչ բան գրված չի։ Ավտոբուսները երևի Չինաստանից բերված ավտոբուսներն են։ Էլի լավ է, կարևոր են երթուղային տաքսիները չկան։ Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն, մետրո թատրոն։ Հա, դերասաններ են երևի ներսում։
Բաբաչկա կվերցնենք։ Ան չգիտեմ ծորկա ունենք, թե չէ։ Եթե ծորկա ունենք, բաբաչկա վերցնենք կատվեցարքին գտենք։ Ունենք, քերի։ Իհաց տանն ենք սուպերմարկետում չթողեցին նկարեմ, դրա համար չկարողացա նկարեմ, հեսա մի հատ առևտուրս ձեր հետ դատարկեմ, գները կգրեմ, որ դուք իմանաք գները։ Ձու եմ վերցրել ձուն տարբեր չափսերին, տարբեր գներ էին, այս կոնկրետ երկրորդ չափներ, որ արժեր 79 դրամ։ Մի հատ լվացքի հեղուկ եմ, չէ հեղուկ չէ, փոշի եմ վերցրել, դրանց եմ վերցրել, սրանք չիպսեր են, վաղենակը ինքան բան արեց, որ վերցրենք, որտեղ չիպս չէինք ուզում, որ ուտի։ Մի հատ հաց ենք վերցրել, հացը արժի 270 դրամ, բագետա, սենց հերմետիկ կապել են, թարմ նենց անուշոտը տարածվել էր, ականջի չոպիկներ ենք վերցրել, մի քանի հատ տարբեր համերի պանրիկներ, մածուն եմ վերցրել, բիոկաթով 100% բնական, կամած մածունա, տեսենք լհամով է, անցյալ անգամ են երկու կինը, որ ինձ ասեցին, որ մածունն լավ, ես չեմ էլ հիշում ինչ ֆիրմա էր, մի հատ թթվաս էր 18%-անոց, կատնաշոր, ես հավանեցի ես ես կատնաշորը համով է 9%-անոց, ես չգիտեմ ինչ վաֆլիներ են վաղնակը վերցրել է, կծուկ կեչուպ, էլի պանրիկ, կոկոս և խտացրած կաթ։ Այս դդմիկները վերցրել եմ երկու հատ, բայց վստահ չեմ, որ քերի չկա այս տանը, թե չէ։ Եթե չլինի, ոչինչ, կտապակենք։ Հա, բանկայով, սեծամանով կանաչ ոլոր վերցրինք, այլացված է թեկուզ անել, նախաճաշ բանի համար մի հատ ձեռքի կրեմ եմ վերցրել, ես ձեռքի կրեմս մոռացել չեմ բերել, բայց արևային կրեմ եմ բերել, էդեի օգտագործում, բայց ասի մի հատ էլ ձեռքի կրեմ վերցնեմ, կօգտագործեմ էլի։ Մի հատ թունածուկ եմ վերցրել իր հյութի մեջ, առանց բանի, պանիր վերցրի, ես ինչ պանիր է ժողովուրդ, երևի լորի էր, ասեց քիչ աղի, որտեղ մի քիչ աղի պանիր չեմ կարողանում ուտեմ, այս քաշը ինչքան է, ընդհանուր վճարել ենք 690 դրամ, իսկ կիլոն արժեր 1950 դրամ։ Մի հատ սուրճ ենք վերցրել, այս պետքա որ համով սուրճ լինի։ Կխմեմ կասեմ, էլի նույն կատնաշորից, ինչ մնաց, մի հատ պանրիկ մնաց էլի, այս էլ կատնաշորային դեղցի միջուկով։ Այս առևտրի վճարել ենք, մի րոպե կտրոնը կարամ գտնեմ, ասեմ ինչ ենք վճարել։ Ուրա կտրոնը, Վաղնակ ջան։ Կարաս գտնես, չէ, ես չի։ Հա, ասել չի գրում ինչն է, բաները, էսա, հա։ Գրում է համընդհանուր գումարը, համեն այս գները կնայեմ, ես կգրեմ, դուք կկարդաք, բայց ընդհանուր կազմել է 11985 դրամ։ Այսօր երեկվա համար ջերմաստիճանը մի քիչ բարձրացել է, բայց շատ շոկ չի։ Ասում գյուղում ապարան արագա ցուրտ է։ Այնքան հավես եղանակ է էլի այստեղ։ Այսօր օրվա ընթացքում պետք է բարձրանա 27 աստիճան։ Մեզ հրավիրել են, հյուր ենք գնում։ Գնանք, ահագին բան ունենք այսօր անելու։ Գնանք առայժմ տաքսի ենք կանչել, սպասում ենք։ Գնանք մի հատ հյուր, հետո նոր Այս տաքսիա չէ, ուրիշ տաքսիա։ Ինչքան լավ է Հայաստանում այս տաքսիների համակարգը օնլայն որ կանչում են ու վստահելի է էլի այդ ձևով կարծում եմ էլի որ վստահելի է։ Այդպես ժողովուրդ ջան, հիմա ուրեմն այստեղ մտանք կենթանիների շուկա կա, նայում էի այդ փոքր սիրունապաստակներ, ճագարներ, կենթանիներ մարդիկ առնում են ու հենց դրանից 5 րոպե առաջ տեսնում էի, որ երկու տղամարդ ճագարը մաշկահան էին անում, դաժանա, սարսափելի է, մտածում երևի այնտեղից առնում են, պահում մեծացնում են, որ ուտեն, մեղքս տարավ շատ անկեղծ ասած, եկավ մեր տաքսին, գնացինք,
Միած սիրուն այգի կա այստեղ քաղաքապետարանի մոտ եկել ենք լիքը մարդ կա շատրվաններ երեխեքը ջրերի մեջ գնանք լտեսնենք շատ սիրուն է այս տարածքը Ալեքսանդր Մյասնիկյանի արձանն է, շատ սիրուն է այստեղ, շատ հավանեցի։ Շատ վաղուց եղել եմ, բայց ես արդեն երևի 10-20 տարի չի եղել այս կողմերում։ Այս էլ հյուրանոց այստեղ, շատ սիրուն տարածք է։ Գրիգոր Լուսավորչի փողոցը գնում է դեպի ձախ, Իտալիայի փողոց, այն էլ Արգիշտի փողոցն է, դեպի այն կողմ գնում։ Ես դե գիտեք քաղաքին ծանոթ չեմ ժողովուրդ ջան, ուսանող ժամանակ է մեկ անց էլ դարել է ձևով ինչ որ գիտեմ։ Հիմա ձեզ ցույց եմ տալիս սիրուն Երևանը, ովքեր որ հուշեր կունենան, կարոտած կլինեն, դրսում ապրող հայերը շատ են կարոտում։ Հիմա ձեզ ցույց տամ ինչ սիրուն տեղ է։ Տեսեք ինչ հավես է, պատկերացնում եմ Վարդավառին ինչ մարդը շատ կլինի։ Շատ սիրուն է այստեղ, շատ լավ մտածված, իսկական թե տուրիստների համար, թե տեղացիների համար։ Վաղ, սղաց ընգա պստոն։ Ջրի խաղը, բայց ջուրը լավ սառն է, վաղինակն ասում է սառն է։ Եկա երեխեքը մտնում են։ Այս այն կողմ էլ կգնանք հելը։ Հենց միանում է, երեխեքը ոգևորվում են ջրի խաղը, նայեք ինչ սիրուն է։ Շատ հավես է, բայց քամի էլ կա, այսօրն ինչ որ շատ շոգ է, դրանց էլ վաղինակը մի քիչ մրսում է, հա, Ծիտիկ ջան եկար։ Շատ սիրուն է, գնանք մի քիչ են կողմնել նայենք, այնտեղ ջրով կամար են կապել։ Baby nella mattina. Այս կողմն էլ է շատ սիրուն, երեխեքի համար ինչքան լավ ժամանց է։
Այստեղ էս պիտի միանա, հա, կամարը։ Ինչավ է սա։ Չգնանք մենք էլ մտնենք։ Արի գնանք հովին, հա։ Այս իրանց մեջ, բայց ոստիկանը չի թողնում, որ մտնեն երեխեքը։ Պստոն մտնում է, բայց ոնց որ չի թողնում, ոստիկանն եկավ հանեց քիչ առաջ։ Վաղուլից լավ էլ խաղում այնա։ Այնտեղ սպասում էինք, որ կամարը միանար, չմիացավ, հետ եկանք նոր միացավ։